Would you be mine for this summer? Let's stay together. Բարև բոլորին, հուսով եմ բոլորը լավ եք, բարև Եվուլիկ։ Մենք տնից պատրաստվում ենք դուրս գալ, ինչպես միշտ ես մեր հանդիպման կետն է ոնց որ թե դառնում։ Հիմա դուրս գանք ու ասեմ թե ուր, չնայած արդեն կարող եք գուշակել ինձ թվում է։ Եթե ես տանից դուրս եմ գալիս, ապա 80% հավանականությամբ ես գնում եմ մոլ, այո, դուք ճիշտ եք, ես իմ բոլոր գործերը, հատկապես այս փուլում, կազմակերպում եմ այնտեղ, որովհետև բավականին մոտ ենք ապրում, ընդամենը 2 կանգառը, առաջել է շատ հարմար նախկին բնակարանից այնտեղ գնալը, մի խոսքով ես այնտեղ հաճախ եմ լինում, անգիր գիտեմ այդ մոլի բոլոր ծակուցուկերը, բայց մինչև բուն թեմային անցնելը, եկեք քանի մտքիս է, կարևոր բան ունեմ ասելու, ասեմ նոր շարունակենք։ Ժողովուրդ ջան, եթե դուք գրանցված եք իմ անուն ազգանունով ինչ-որ անհայտ էջի TikTok-ում, խնդրում եմ դուրս եկեք բաժանորդագրությունից, բլոկեք էջը, բողոքարկեք, իհարկե ես արդեն նամակ գրել եմ, եթե ձեր բողոքարկումներով հնարավոր չլինի էջը փակել, ապա ես ինքս դա կանեմ, բայց դա ես չեմ, շնորհակալ եմ այն շատ ուշադիր բաժանորդին, ով որ նկատել էր, երկար ժամանակ հետևել էր ու ոնց որ թե հասկացել էր, որ ես կապ չունեմ այդ էջի հետ, չգիտեմ ոնց, բայց դա իմ էջը չի, ես չկամ TikTok-ում, ես չունեմ Instagram-յան էջ, ինչ շատ հաճախ են հարցնում մեկնաբանություններում, իհարկե ես հատիկ պատասխանում եմ բոլորին, բայց մի հատ էլ սենց ասեմ, ես ունեմ մի հատ Facebook-ի էջ, որը չեղածի հաշիվ է, ես ընդեղ տենց սթորիներ, ակտիվ, չգիտեմ, ֆոտոներ, ոչ իման չեմ տեղադրում, եթե չեմ սխալվում, այդ գլխավոր նկարին ու պատին էլ իմ նկարը չի, բայց եթե փնտրեք Տաթ Կարապետյան, գտնեք ինձ Facebook-ում, ուրիշ ոչ մի տեղ ինչ չեք կարող գտնել, այդ Facebook-ի էջն էլ իրականում տիկոյինն էր, որը հետո տենց տարիների ընթացքում ես փոխեցի անուն ազգանունը ուղղակի ու դարձավ իմը, ինձ հետևում եք միայն YouTube-ում, ուրիշ ոչ մի տեղ, Facebook-ում էլ եթե կուզեք, բայց էլի եմ ասում, ընդեղ առանձնապես ինչ-որ հետաքրքիր բաներ ես չեմ դնում։ Այդ TikTok-ի էջը չգիտեմ ոնց, արդեն ոնց հասկացա բավականին երկար ժամանակ գոյություն ունի, ես չգիտեմ ինչի, ոնց, նպատակը որն է, բայց շատ տհաճ բան է մարդու ինքնությունը գողանալը ու առանց իր կարծիքը, թույլտվությունը, չէ՞ որ եթե ես ուզեի իմ դեմքը կամ իմ երեխաների դեմքը կամ իմ ընտանիքի անդամները լինեին TikTok-ում, ես ինքս դա կանեի։ Մի խոսքով Տաթև Կարապետյանը իմ նկարով YouTube-ից վերցնում են իմ բոլոր վլոգներից հատվածներ ու տեղադրվում են TikTok-ում։ Ես հուսամ այդ հարցը շուտով կլուծվի ու էջը կփակվի ու նմանատիպ տհաճ անակնկալներ այլևս չեն լինի, բայց դուք էլ իմացեք, որ եթե ես ինչ-որ մի օր բացեմ ինչ-որ կայքում էջ, ապա անպայման դրա մասին առաջինը վլոգում կասեմ, այդպես ուղղակի ինձ ինչ-որտեղ չեք գտնի, էլի, հաստատ ես չեմ, եթե գտնում եք։ Հիմա գնում եմ մոլ հանդիպելու Սերինեին, չգիտեմ իրեն ճանաչում եք թե չէ, գուցե ոմանք ճանաչեն, Սերինեն եւս ապրում է Լիոնում ու մի քանի ամիս առաջ ինքն էլ է բացել YouTube-յան ալիք ու վլոգներ է տեղադրում ու ոնց որ թե իրան մեկնաբանություններում հաճախ հարցրել էին, թե մենք իրար ճանաչում ենք, շփվում ենք, Սերինեն էլ առաջարկեց, որ մենք վերջապես հանդիպենք ու ծանոթանանք, ի վերջո մի քաղաքում ենք ապրում, բայց քանի որ տենց ես չեմ փայլում իմ շփվելու ունակություններով, տենց շատ, չգիտեմ ինչքանով եք հասցրել ինձ ճանաչել այս ընթացքում, քանի որ իմ կյանքի շատ փոքրիկ հատվածն է հայտնվում YouTube-ում, բայց ես երբեք չեմ ունեցել տենց մեծ շրջապատ, ընկերներ, ունեցել եմ իհարկե, բայց շատ քիչ, թվով շատ քիչ, 1-ը, 2-ը, 3-ը, բայց ոչ մի։ Ու ես չեմ սիրում տեն շատ տեղեր գնալ, նոր մարդիկ, ծանոթություններ, դա այդքան էլ իմը չի։ Ես միշտ ասել եմ, ես փոքր ժամանակվանից եմ այդպեսին եղել, իմ համար շատ մեծ խնդիր է եղել մարդկանց նույնիսկ բարևելը, իրանց հետ զրուցելը ու մինչ օրս էլ այդ իմ համար շատ դժվար է։ Դե ինչ արած, ես էլ այդպեսին եմ, չեմ բողոքում իրականում, եթե ուզեի փոխվեի, ինձ թվում է տարիների ընթացքում փոփոխություններ կանեի մեջ։ Հիմա գնում եմ Սերինեի հետ ծանոթանալու, մենք իրար առիթ չենք ունեցել հանդիպել, շփվել, գնանք ծանոթանանք, դուք էլ կծանոթանաք, ովքեր որ չեն ճանաչում, ու կվերադառնանք տուն, ես ու Եվան եմ գնում, Գայուսը տանը չինք տեղա գնացել երեկոյան կգա,
Այդպես թևս փոկվեց։ Որի մոռացել էի, որ այսօր ոչ աշխատանքային է օրը ու հետևաբար երևի ուշ աշխատում տրամվայը, թե չէ ես իմ հաշվարկների մեջ չէի սխալվի եւ չգիտեմ քիթը երբ հասցրեց այլանդակի ես ընթացքում 3 երեկոյան էին եղուններ խարտել Սերինեն ինձ գրեց հավանաբար ինքը արդեն հասել է մեր մոտ ահավոր շոկ է արդեն ես տնից դուրս գալուց վերցրեցի այս իմ հրկիչ վենտիլյատորը բայց ահավոր փոշի անստել անցած տարվանից sense փակել էի իրան դրել էի տուփի մեջ ու հիմա վերցրել եմ բայց ամաչում եմ հանեմ որովհետեւ ահավոր կեղտոտ է չգիտեմ ոնց պետք է մաքրեմ որ այս տարի էլ իրեն օգտագործեմ Փրկում է ուղակի տրանսպորտի մեջ այս շոկ օրերին, եթե չունեք, անպայման ձեռք բերեք։ Եվ ուկես, ինչ որ անտրամադիր ես, Եվա, ջղայնացած ես։ Հեսա հասնում եմ, բայց ոնց հասկացաք, ես ուշացա, փաստորեն տրամվայը 20 րոպեն մեկ էր աշխատում։ Ես դա հաշվի չի արել։ Ու ես ինչ շոկ է, ես էլ թարսի պես Եվային մի քանի օր առաջ երկարաթև շորերը պատվիրել, չգիտեմ ինչի իհարկե այդ օրերին, որ պատվիրում է եղանակը ահագի սառն էր 3 հատ տաբատ ու 3 հատ երկարաթև բոդի եմ պատվիրել բայց ոնց հասկացա հենց տանա մի անգամից հետ պետք է ուղարկեմ դրանից հետո որ զգացի շոկում է հենց ամառային բաներ էլ պատվիրեցի բայց երևի թե դա հետ վերադարձ կանեմ Համսոս չեր եկել, թե չէ հիմա մի անգամից հետս կբերեի Վերջ, ես մտնում եմ նար Սերինեն արդեն երևի մի 20 րոպե մեզ է սպասում Վերջապես ինքը ինձ է նկարում, ես իրան Ուրախ եմ ծանոթության Կներես, նմանապես, քեզ սպասացրինք Nothing's really perfect, right? But you gotta do the best you can. Վերջ, ժողովուրդ ջան, գիտեմ Սերինեն երևում է թե գնաց, բայց մենք շատ լավ ժամանակ անցկացրինք, մեկ մտնելուց եմ նկարել, մեկ էլ դուրս գալուց եմ նկարել։ Հետո Սերինեին կխնդրենք մի երկու կադր կփոխանցի, այս արամքում միտեղ կդնեմ արագացրած։ Ժամը 1-ն է արդեն, մենք շատ լավ զրուցեցինք, ծանոթացանք, կերանք, խմեցինք։ Հիմա հետ ենք գնում տուն։ Եվիկը տենց ոնց հոտած կարը, տենց հոտածել մնաց, մի երկու անգամ ստից ժպտաց, այսօր չգիտենք ինչի հետ է կապված, տրամադրություն չունենք։ Մի հատ էս աղջիկան նայեք, էլի ինչքան է սիրում, սենց բերնի վրա դեմքով այստեղ տնի ու քնի։ Կյանքում չի հենվի, նորմալ, հարմարավետ, հետ ու քնի, այսպես նստած պետք է քնի ինքը միշտ։ Հորկի կյանքս, այդ ենք, ապրես։ Գնացինք։ Տուն հասնելուն պես Տիկոն ասեց, որ ինքն էլ գործ ունի մոլում ու մի անգամից նորից հետ եկանք։ Այստեղ սուրճի խանութում ենք, որտեղից ինքը պետք է սուրճ գներ աշխատավայրի համար, որտեղ մեզ շատ համով նորույթ հյուրասիրեցին, նոր սուրճ, կոկոսի համով, շատ լավներ։ Հետո մի երկու խանութ մտանք, շատ արագ, մի քանի բան գնեցինք ու արագ վերադարձանք տուն, այստեղ Գայուշի ուսապարկն ա, որը գնեցինք, դասարանով պետք է գնային էքսկուրսիայի ու իրեն ուսապարկ էր պետք իր հետ տենց ուտելիք ու մի քանի բան վերցնելու համար ու այդ շատ սիրուն մայկան հասցրեցին գնետիկոին, այս ամեն ինչը երևի տևել է մի 15-20 րոպե ոչ ավել ու արագ վերադարձանք տուն։ Կրկին ողջույն սիրելիներս, մեր նախորդ հանդիպումից անցել են օրեր եւ այսօր չգիտեմ այս բաղադրիչներից կգուշակեք թե չէ, բայց եկել եմ որ միասին պատրաստենք շատ համով, ենթադրում եմ որ շատ համով պաղպաղակ։ Այս քանի օրը ինչքան ես մտնում եմ ինտերնետ, այդ կարճ վիդեոների շարքում, չգիտեմ դուք տեսել եք թե չէ, բայց տեսնում եմ թե ինչպես են մարդիկ այս տոպրակների մեջ պատրաստում պաղպաղակ տնական, քիչ բաղադրիչներով, ընդհանրապես սերուցքով, խտացրած կաթով Եվ շոկոլադով, եթե ուզում ենք ստանալ վանիլային պաղպաղակ, բայց ես ինչպես միշտ որոշել եմ անել փոփոխություններ եւ պատրաստելու ենք շոկոլադե պաղպաղակ, որի մեջ կավելացնենք նուտելա։ Այս Գայուշի սիրելի բիսկոֆը, սպեկուլոզ, այս լոտուս պեչենիները,
ու դրա կրեմն եմ առել, որ մի քիչ սրանից խառնենք ու հետո մեջը սպեկուլոզի կտորներ։ Սա վրայի շերտի համար է եւ դարակից գտել եմ մի հատ, չգիտեմ որ թվից տանը մնացած այս փոշի կրեմներից, որը սերուցքի հետ կխառնենք ու կստանանք սենց հատապտղային ինչ-որ համ։ Հենց նոր մտածեցի, որ կարելի է պատրաստել նաեւ վանիլայինը ու փորձել։ Դրել եմ 15 հատ տոպրակ, ամեն մեկից 5-5 հատով փորձենք սարքել, տեսնենք, որ մեկը ավելի լավ կստացվի։ Շատ կուզեի նաև պատրաստել պանրիկներ, էլի այս տոպրակների մեջ, կարծեմ 50 հատ եմ գնել, բայց այսօր, քանի որ կատնաշորտ չունենք, դա կմնա հաջորդ անգամ, բայց անպայման պատրաստելու եմ։ Հիմա ես կհանեմ հարիչը, կհարենք այս 1 լիտր սերուցքը, համ էլ կտեսնենք 1 լիտրից ինչքան է ստացվում։ 300 գրամ խտացրած կաթ, չգիտեմ ամբողջը կավելացնեմ, թե չէ, որովհետև սրանք էլ են քաղցր։ Տեսնենք, գնացինք։ Հիմա, քանի որ այս սերուցքը արդեն պատրաստ է, մի կտոր շոկոլադ ենք դնում հերթով բոլոր տոպրակների մեջ ու ուղարկում ենք հալվելու։ Հուսում եմ մի կտորը կհերիքի, եթե չէ մի հատ կավելացնենք։ Եվ տոպրակները իջեցնում ենք տաք ջրով կաթսայի մեջ, ինչի շոկոլադը հալվի։ Հիմա ինչ-որ մի բանի օգնությամբ սենց շոկոլադը տարածում ենք մինչև վերև։ Ես դիտմամբ եմ մի կտոր շոկոլադ դնում, որ շատ բարակ լինի դրայի շոկոլադի շերտը։ Սենց ոնց որ մի հատը քիչ պետք է ավելացնենք, որ մինչև ստեղծը Սորտի 200 գրամանոց էր ես պլիտկան, երևիտ է լավա, շատ հաստ շերտով չեմ ուզում որ լինի, շատ բարակ ու նորբ, բոլոր տոպրակները հիմա պիտի տարածենք, հետո բացենք ու մեջը լցնենք պաղպաղակը, մի հատ հիմա վանիլային եկեք փորձենք, իհարկե ես հետաքրքիր ավելի համով համերի մեջ չգիտեմ վանիլային ինչքան ուղա տեղին, բայց ուղղակի հետաքրքրության համար որ փորձենք։ Սովորական խոհանոցային տոպրակի մեջ եմ գցրել։ Բայց պահես կա սենց ես տեսնեմ։ Իհարկե վիդեոների մեջ որ տեսել եմ բերանով փչում են, բայց որպեսզի լինի ավելի հիգիենիկ, եկեք փորձենք առանց փչելու, տեսնենք ստացվում է թե չէ։ Hapet. Weet. Kan ze weten? Ik heb het niet Lama. Wat? Ah, wat zou je dat doen? Dit was voor niet. Hij is op dit. Hij is voor niet. Hij is tegen. Şantasını. Hij tens. Dat is mijn mama. Ik just take waar is bij het voor jullie bij. Şuf. Menat sari. Lecimy sobie mokręg. Gna. Haking. Weer iets. Gna. Zobaczmy. Zakcaran. Następny postać. Insane. What about you? Selling this stupid art that's not true. I wanna do this, I wanna do that, I wanna do something else tonight. Yeah, nothing's really perfect, right? But you gotta do the best you can. Ի վերջո որոշեցինք մի սալիկ էլ ավելացնենք, որ մի քիչ ավելի շատ լինի շոկոլադը, այսինքն սիստեմը ավելի լավ է։ Շատ են բաց տեղը չի մնա։ Ու երկու հոգով ստացվում արեցնել առանց փչելու։ Որոշեցի այդպես անեմ, որ կարողանանք ուրիշներին էլ հյուրասիրել էլի, եթե առիթ լինի, մենակ մենք չուտենք։
Կրեմը մնաց փոշին, որովհետև փաստորեն միլիտրը այդքան էլ շատ չէր։ Ես վերջում կասեմ քանի հատ ստացվեց, բայց հաստատ չէր լինի իմ ուզած չափով էլի, որ բաժանեի 3 մասի։ Հետ էլ կմնա մյուս անգամ կամ նորից պաղպաղակ կսարքենք մրգային կամ պանրիկը կանենք։ Կայշը պահում է։ Եսը փորձում եմ շպրիցով ավելի հեշտ կլինի, քան ինձ նորմալացած լավ բացի։ Ավելի հեշտ կլինի, քան տոպրակով, որ մի քիչ ավելի խորը մտցնենք, բայց ինձ ոչինչ ստացվում է։ Ինչ վեր է բարձացրում, տեսեք, արագ ինքս ես նապորով լծվում եմ, մի քիչ վախենում եմ արագանեմ, որ դուր չթափի, բայց Բարձացրում։ Ոյ։ Մի քիչ հնդի գործ ենք անում, բայց ոչինչ։ Մի քանի ժամ սառցարանում ու մեր անչափ համող պաղպաղակները արդեն պատրաստ են։ Ինչպես տեսնում եք, վրայի շոկոլադը իմ մոտ բավականին քիչ է ստացվել։ Երևի թե պետք է 3 սալիկ դնել ամեն տոպրակի մեջ, հաջորդ անգամ այդպես կանեմ, բայց ասեմ, որ համը ընտիր է ստացվել։ Եթե տանը ունեք սերուցք, նուտելա, անպայման փորձեք։ Հա, մեկ էլ մի քիչ խտացրած կաթ։ Իդեպ նուտելայովի դեպքում ես երևի 100 գրամ կարելի էր խտացրած կաթ ավելացնել, ոչ ավել, ես մի քիչ շատ եմ ավելացրել, իմ համար քաղցրա, ես սիրում եմ ավելի քիչ քաղցր, քան քաղցր, սենց ասեմ, բավականին քաղցրա իմ համար, հաջորդ անգամ ավելի քիչ կավելացնեմ, հանգիստ կարող եք պատրաստել, անչափ համով է, կայուշը շատ հավանեց, նույնիսկ տիկոնով պաղպաղակ ընդհանրապես չի սիրում ու չի ուտում, ինքը ևս շատ հավանեց, այնպես որ բաղադրատոմսը հաստատում եմ, կարող եք փորձել հանգիստ, շատ համեղ է, կարելի է նաև այլ ֆորմայով, ոչ տոպրակների մեջ բնականաբար, ինչպես որ ձեզ հարմար կլինի, մոտավորապես ստացվեց 10 այսպիսի պաղպաղակ, 1 լիտր սլիվկից ու ավելացրել է երևի մի 100 գրամ նուտելա, 100 գրամ էլ այն թխվածքաբրիթի կրեմից, այդքանից ստացվեց 10 հատ, ոչ ավել։ Եվ այսօրվա վլոգը ինչպես սկսվել էր մոլում, այնպես էլ եկեք ավարտենք այս կադրերով, նորից հետ ենք վերադարձել խանութ, որովհետև Գայուշը մայկա էր նվեր ստացել, բայց լավ չէր լինում հակով գնացինք փոխելու, փոխարենը իրեն որոշեց վերցնի ամառային բասանուշկաներ, այս երկու տարբերակի մեջ էր տատանվում, շագանակագույն ու սպիտակ, բայց ի վերջո ընտրեց այս սպիտակ ծուկիկներով տարբերակը, գնեցինք, մի հատ այդ եղուկին մայկա վերցրինք ու վերադարձանք տուն և այսօրվա մեր օրն էլ ու համապատասխանաբար այս վլոգը ավարտեցինք արդեն ավանդույթ դարձած այգում, չնայած որ այսօր թենիսի սեղանը զբաղված էր ու կարողացանք միայն ֆուտբոլ խաղալ, որովհետև ավելի շուտ էին գնացել, 7-ն էլ չկար ժամը։ Այդպես, ձեզ մաղթում ենք օրվա հիանալի շարունակություն, լավ մնացեք, սիրեք, եղեք սիրված, առողջ եղեք, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում, աջիկներ։